Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ողջունում ենք բոլորին ու մաղթում հիանալի օրվա սկիզբ այսօր տաղավարում կողջունեմ ես ձեզ եւ իհարկե իմ հրաշք Ադրինեն, ում հետ միասին մենք կփորձենք այս առավոտը դարձնել հետաքրքիր, համեղ եւ իհարկե շատ բովանդակալից։ Մեր ծրագրում տեղ են գտել լավ ռիթմերը, լավ տրամադրությունը, հետաքրքիր հյուրերը եւ համեղ խոհանոցը։ Այս մասին իհարկե արդեն քիչ հետո, իսկ մինչ այդ ասեմ, որ այսօր 11-րդ ամսի 11-րդ օրն է։ Ինչ է սա նշանակում? Սա նշանակում է համաշխարհային շոփինգի օրը։ Այնպես որ եթե որոշել եք ձեզ մի քիչ այդ նեղված վիճակից հանել, ամենալավ թերապիան շոփինգի թերապիան է։ Եվ ամբողջ աշխարհում 11-րդ ամսի 11-րդ օրը միշտ նշվում է որպես շոփինգի օր, այնպես որ փորձեք այսօր որոշակի գնումներով ինքներդ ձեզ սփոփել, տալ լավ տրամադրություն եւ բնականաբար կարողանալ ողջ օրվա ընթացքում հիանալի օր անցկացնել, իսկ առավոտները թողեք մեզ վրա։ Մենք կփորձենք այն դարձնել առավել հետաքրքիր։ Դե իսկ հիմա թերթենք պատմության էջերն ու ասենք, որ 1933 թվականին ծնվել է Զարե Սահակյանցը, ջութակահար, ալտահար եւ դիրիժոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հիմնադիր։ Սահակյանցը նպաստել է Հայաստանում կամերային երաժշտության տարածմանը, մշակել է Կոմիտասի Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները։ Զարե Սահակյանցը կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ եւ փոխադրումներ է կատարել եւ հատկապես արժեքավոր են երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի ցանկությամբ իրագործված պատարագի 4 հատվածի մշակումները։ Եվ իհարկե այսօր նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է։ Սկզբում իր տաղանդով գրավեց մեծն Արամ Խաչատրյանին, իսկ հետո ամբողջ Խորհրդային Միության երաժշտասերներին։ Առնո Բաբաջանյանը մի կոմպոզիտոր էր, որի մեղեդիները գերում էին լսողին եւ որի ստեղծագործությունները նրան դարձրել էին Խորհրդային Միության հետպատերազմյան շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը։ Նա Խորհրդային Հայաստանում ծնված ամենահայտնի երաժիշտն էր եւ նրա երաժշտությունը կրում է իր ծագման կնիքը։ Երգը ստեղծել Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները։ Առնո Բաբաջանյանը հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռաժդեստվինսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Ոզնիսոնսկու եւ Լեոնիդ Դերբենյովի հետ։ Եվ այսպես նաև շարժվենք առաջ ու հասկանանք, թե ինչ ենք մենք այսօր իհարկե ճաշակելու, բայց մինչ այդ չմոռանանք, որ օրը սկսում ենք լավ տրամադրությամբ, իսկ երեկոն պետք է ավարտել ընկերների ու հաճելի մթնոլորտի հետ միասին։ Այս ամենում ձեզ օգնելու է Բրիզը, Ռոզե Փրփրուն գինի, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Միանշանակ հատուկ գեղեցիկ ընդգծում ձեր գեղեցիկ ու հրաշալի երեկոյին։ Դե այս ամենին էլ գումարենք նաև այն ամենը, ինչ որ պատրաստվել է այսօրվա համար։ Ես կարծում եմ, մեզ համար կա հաճելի անակնկալ, իսկ հաճելի անակնկալը խոհանոցային համեղություններն է, որ ներկայացնում է մեր հրաշալի Ադրինեն, եւ ես կարծում եմ, որ երեկոյի ընթացքում, առավոտվա ընթացքում կարողանանք այս ամենը վայելել, իսկ երեկոյի ընթացքում բնականաբար արդեն ընկերներն ու հարազատները կարող են ձեզ հյուր գալ։ Սիրելի Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, սիրելի Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, ողջունում եմ ձեզ, շատ ինչպես միշտ կարոտել ենք ձեզ, հուսով ենք միացել եք մեզ, որպեսզի այս ընթացքը հենց միասին անցկացնենք, եւ ես առաջարկեմ ձեզ համեղ բաղադրատոմ, սիրելիներս։ Այսօր պատրաստելու ենք շատ պարզ, հասարակ եղանակով սպագետի, ոչ մի բարդություն չկա այստեղ, ոչ մի, այսպես ասած, մեծ ծախսեր չկան, սիրելիներս, չնայած նրան, որ ամեն բան մի փոքր չէ, թանկացել է, բայց այնուամենայնիվ դե պետք է հոգանք օրվա ուրեմն հարցերը։ Բաղադրատոմս պետք է որոշենք եւ այդ օրը պատրաստենք մեր հարազատների համար համեղ ուտեստ։ Այսօր ձեզ առաջարկում եմ սպագետի, ես ընտրել եմ այս տարբերակը, մի փոքր այսպես իմիջիալոս նշեմ, մի փոքր լազանիայի տեսքով սրանք մակարոններ են, բայց բարակ, երկար սպագետի ուրեմն բաղադրությամբ։ Պատրաստելու ենք այս սպագետին, ունենք այստեղ լոլիկ սեփական հյութի մեջ, որը շատ համեղ է եւ արդեն այս սեզոնին, ձմեռային սեզոնին այն մեզ շատ է պետք գալու։ Այս լոլիկով պատրաստելու ենք շատ համեղ սոուս, լցնելու ենք մեր սպագետիի վրա,
ամենավերջում ավելացնելու ենք պարմեզան պանիր։ Ինչու պարմեզան, որովհետև այս բաղադրատոմսը հենց յուրահատկությունը կայանում է նրանում, որ պարմեզան ենք օգտագործում։ Իհարկե, եթե մի փոքր այսպես ծավալային նայենք արժեքներին, բնականաբար պարմեզանը մի փոքր սովորական պանիրներից թանկ է, կարելի է նաև, եթե այդ օրը հարմար չէ, կարելի է այն փոխարինել պարզապես հալչող պանիրով, պարզապես ամենահասարակ հալչող պանիրով։ Եվ վերջում ավելացնելու ենք կանաչ ռեհան, բազիլիկ, բայց մինչ այս ամենը մենք իհարկե համեղ նախաճաշում ենք, ինչպես միշտ նշում եմ, որ նախաճաշը անհրաժեշտ է, եւ ես երեկոյան խոստացել եմ, որ հին ավանդույթները վերականգնում ենք եւ եթերում պատրաստում ենք համեղ սուրճ, որպեսզի դուք էլ ոգևորվեք, պատրաստեք այդ 1 գավաթ սուրճը եւ միանաք մեզ առաջին ծրագրին։ Ես մինչ կպատրաստեմ սուրճը եւ մենք բոլորով թիմով կվայելենք, ձեզ էլ հորդորում ենք նույնը անել, խոսքս կփոխանցեմ Սուրենին։ Մնացեք մեզ հետ։ Այո, պատրաստելու ենք այսօր համեղ սպագետին մի փոքր հետաքրքիր տարբերակով, Ադրինեի տարբերակով եւ ինչպես գիտենք, սա ավելի հատուկ է իտալացիներին։ Իսկ ֆենոմենը, թե ինչու են իտալացիները այսքան շատ ուտում սպագետի եւ պիցա, բայց եթե եղել եք Իտալիայում, ապա հաստատ նկատած կլինեք, որ չկա այնտեղ գեր իտալացի։ Դա նշանակում է, որ նրանք շատ են քայլում, շատ են մարզվում եւ հետեւում են իրենց առողջությանը։ Այդ իսկ պատճառով այդքան շատ սպագետ եւ պիցա ուտելուց նրանք չեն չաղանում։ Դե, քանի որ մենք էլ այսօր պետք է ուտենք այս սպագետին, ես էլ առաջարկում եմ ձեզ, որպեսզի օրվա ընթացքում շատ քայլեք, մարզվեք եւ բնականաբար հետևեք ձեր առողջությանը։ Իսկ մարզվելու համար ձեզ առաջարկում եմ հենց այն վայրը, որտեղ կգտնեք այն ամենը, ինչը հարկավոր է։ Ակվատեկ համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկը։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնես եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունքը։ Թե այսօր ինչ են առաջարկում մեզ Ակվատեկում, այ հիմա տեղափոխվենք այնտեղ ու տեսնենք։ Բայլուսիելի հեռուստադիտողներ, մենք ATV առաջին ծրագրի եթերում ենք, ես Քնարիկն եմ, հանդիսանում եմ Ակվատեկ սպորտային համալիրի խմբային մարզիչ, տիրապետում եմ տարբեր ճյուղերի, այսօր ձեզ ցուցադրելու եմ ոտքի դրսի եւ ներսի մկանների վարժություններ, այդպես որ մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիմա միանգամից ցույց կտամ վարժությունները, բայց դուք, երբ սկսեք աշխատել, անպայման կատարում եք նախավարժանք, ցանկացած վարժությամբ, կարդիովարժությամբ տաքացնում եք ձեր մկանախմբերը, դա շատ կարևոր է, տաքացնելուց հետո նոր սկսում եք աշխատել։ Հիմա, տեսեք, պարկում ենք 90 աստիճան։ Մարմինը ամբողջությամբ ընդունում է 90 աստիճան տեսք, կարող եք այս դիրքով, կարող եք պարկած։ Տեսեք, ոտնաթաթը դեպի մեզ, արտաշնչելով բարձրացնում ենք վերև եւ շնչելով իջեցնում ենք։ Ուշադիր եղեք, սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի ոտնաթաթերը իրար չդիպչեն։ Արտաշունչ եւ շունչ։ Սկզբնանքները կարող են այս վարժությունը սկսել 16 հաշվից, իսկ փորձառուները կարող են նույնիսկ 32 հաշիվ կատարել։ Այնուհետև վերևում զսպանակումներ են կկատարում, սիրելի հեռուստադիտողներ, սա կկատարեք մոտավորապես 32 հաշիվ, այնուհետև շրջան ենք կատարում, շրջանը կարող է լինել մեծ ամպլիտուդայով, կարող է լինել փոքր ամպլիտուդայով, երկու տարբերակն էլ կարող եք ընտրել։ Սա կարող եք սկսել 8 հաշիվ եւ 8 հաշիվ հակառակը, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք հետո քիչ-քիչ շատացնել։ Հետև ծալում ենք դեպի մեզ եւ ուղղում։ Ծալում ենք դեպի մեզ եւ ուղղում։ Սկզբնակները կարող են այս վարժությունը նորից կատարել 16 հաշիվ, իսկ փորձառուները մի փոքր ավելի շատ։ Այնուհետև, սիրելի հեռուստադիտողներ, ոտքը բերում ենք առաջ։ Սա բավականին ցավոտ է։ Կարող եք հանգստանալով կատարել արտաշունչ եւ շունչ։
արտաշունչ եւ շունչ։ Կարող եք 8 հաշվից սկսել բավականին ցավոտ վարժությունը եւ հետո քիչ շատացնել։ Այնուհետև զսպանակումներ ենք կատարում։ Սա սիրելի հեռուստադիտողներ, կատարում ենք մոտավորապես 32 հաշիվ։ Եթե զգում եք ցավին չեք դիմանում, ոչինչ, մի փոքր հանգստացեք, հետո շարունակեք։ Այնուհետև միանգամից անցնում ենք ներսի մկանի աշխատանքին։ Ոտքը բերում ենք առաջ, տակի ոտքը ոտնաթաթը դեպի մեզ սկսում ենք զսպանակել։ Ներսի մկանը ոչ թե սկսում ենք աշխատեցնել, այլ մոտավորապես նախապատրաստել արդեն հիմնական աշխատանքին։ Մի փոքր մզոց ենք զգում, սիրելի հեռուստադիտողներ, հենց այդ մզոցը զգում ենք, պետք չէ հաշվել։ Միանգամից ոտքը ծալում ենք, գալիս ենք արմունկների վրա, տեսեք տանը ինչ ծանրություն ունեք, վերցնում եք, դնում ենք այս հատվածում ոտքի ներսի մկանի վրա եւ տեսեք մոտավորապես կամ կրունկը պիտի վերևում լինի, մատները ներքևում, կամ այս դիրքով, երկու դեպքում էլ ճիշտ է։ Արտաշնչելով ձգում ենք վերև եւ շնչելով իջեցնում ենք։ Այս դեպքում արդեն աշխատեցնում ենք ոտքի ներսի մկանները։ Սիրելի հեռուստադիտողներ, հավատացած եղեք, այս վարժությունների խումբը հրաշալիորեն աշխատում են։ Փորձեք շաբաթը 3 անգամ ամենաքիչը, գոնե մի 15 րոպեով, 2 մոտեցումով կատարեք, դուք արդեն կզգաք արդյունքը։ Այո, միանշանակ պետք է մարզվել օրվա ընթացքում եւ բնականաբար սա օգնում է որպեսզի նախ առաջինը առողջ լինեք եւ հետո բնականաբար իհարկե լավ տրամադրությունը ապահովված է։ Դե վայրն էլ ակվատեկն է, որտեղ կարելի է ջրային մարզումներ եւ ոչ միայն վայելել ու այս ամենի հետ մեկտեղ հրաշալի օր ունենալ։ Այս պայն կարճ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք խոհանոց ու կտեսնենք թե Ադրինեն ինչ է ընտեղանում։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ ու ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին։ Մենք արդեն սուրճը պատրաստել ենք, այստեղ փորձեցի փոքրիկ քաղցրեղեն դնել, որպեսզի մենք բոլորը վայելենք, դուք էլ շատ արագ նախաճաշեք եւ պատրաստեք համեղ սուրճ, մեկ գավաթ սուրճ եւ վայելեք։ Սուրեն ջան, պատրաստեք, այո։ Սա գիտեք ինձ ինչ է հիշեցնում, այն ժամանակ կար նման ավանդույթ, երբ որ սուրճը պատրաստում էին, հարևաններին հրավիրում էին եւ հենց մուտք շքամուտքի, հա, հայերեն ասած պադեզդու հավաքում էին հարևանները, նստում եւ քննարկում էին եղած չեղածը, այո, երեկո կատարվածը։ Դե քանի որ հարևաններից հիմա ես եմ այստեղ, մյուս հարևանները կադրից դուրս են, ես կխմեմ այս սուրճը, հետո այս, հետո ես։ Բարի, ես հերթականությամբ բոլորին իհարկե կպատրաստեմ սուրճ եւ իհարկե կհյուրասիրենք մեր անձնակազմին, իսկ մինչ այդ եւս մեկ անգամ հիշեցնենք այսօր ինչ ենք պատրաստում։ Այսօր պատրաստում ենք սպագետի, այստեղ մենք ունենք ձևավոր սպագետի իհարկե, շատ հետաքրքիր է, շատ իր տեսակը նման է լազանյային, սակայն սրանք շատ այո, բարակ երկար տարբերակներն են։ Այսօր լոլիկի թանձրուկով ենք մատուցելու այս սպագետին, ինչի համար մեզ պետք է լոլիկ սեփական հյութի մեջ, այստեղ մենք ունենք պարմեզան պանիր, որը շատ յուրահատուկ է այս պահադրատոմսի համար եւ ունենք կանաչ ռեհան կամ այսպես ասել քեզ հայերեն ասած բազիլիկ ունենք եւ օգտագործելու ենք տոմատի մածուկ, յուղ ենք օգտագործելու մի քանի համեմունք, այստեղ իհարկե շատ տեղին կլինի նաեւ սոխ եւ սխտորտ ապակել այս ամենի հետ, սակայն այսօր ես դա չեմ անի, բայց դուք նկատի ունեցեք եւ անպայման սոխ
գլուխը, սխտորը տապակեք, այնուհետև ավելացրեք լոլիկին եւ ստացեք հոյակապ թանձրուկ։ Ինչպես դու նշեցիր, այս ամենը շատ յուրահատուկ է, այսինքն հենց իտալական խոհանոցից է, նրանք շատ են օգտագործում սպայի, առավոտյան, ցերեկը, երեկոյան, ամբողջ օրվա ընթացքում նրանք սպագետի եւ ես բազմիցս նշել եմ, դու գիրանալուց խոսեցիր, ես ընթացիկ նաեւ լոլիկ ավելացնեմ թավայի մեջ, այսպես դու գիրանալուց խոսեցիր, ես ուզում եմ նշել, որ մեր մեջ ձևավորվել է թյուր կարծիք, որ եթե սպագեցի շատ ուտենք կգիրանանք, բրինձ շատ ուտենք կգիրանանք, չգիտեմ, հացահատիկ շատ օգտագործենք կգիրանանք, այո, ես դա եմ ուզում նշել, ինչպես միշտ, եթե ամեն բան չափի մեջ լինի, Սոֆի Լորենի ճաշացանկը միայն սպագետի է, եւ դուք տեսնում եք այս տարիքում նա ինչ հոյակապ տեսք ունի, այնպես որ կարելի է ամեն բան շատ ճիշտ օգտագործել, չափին օգտագործել, ճիշտ համադրությամբ օգտագործել եւ չգիրանալ։ Հաստատ վստահեցնում եմ սեփական փորձից եմ ասում։ Այո, ես ինքս հացահատիկ ընդհանրապես հացաբուլկեղեն նաեւ շատ սիրում եմ, շատ օգտագործում եմ եւ փառքահասու կարողանում եմ այնպես դասավորել, որպեսզի չգիրանամ։ Ստացվում է դա ինձ մոտ, ձեզ մոտ էլ հաստատ կստացվի, այնպես որ մի Այո, ինչ ենք անում։ Անցանք առաջ։ Ես այս սուրճը դնեմ ես կողմ պիտի չխանգարի։ Մենք կարող ենք հիմա Տիգրանին հյուրասիրել, Անահիտին հյուրասիրել։ Մենք մեր հյուրերի համար էլ կարող ենք պատրաստել համեղ սուրճ եւ իհարկե միասին վայելենք։ Այստեղ ավելացնում եմ նաեւ մի փոքր յուղ։ Այո։ Եվ համեմունքներ, Ինչ ենք համեմունք։ Մշտական, իհարկե իտալացիները այսքան համեմունքներ, չգիտեմ, օգտագործում են թե չէ։ Իրարից, եթե ստացվի, որ լինեք Իտալիայում, Հռոմում անպայման այնտեղ կան այնց հատուկ տեղեր, որտեղ հենց նախ թխվում է սպագետին, հա, այս խմորեղենը, խմորային։ Խմոր, այո, նրանք մշտապես տեղում պատրաստվում է ձեր ուզելով, ձեր ցանկությամբ, ձեր նախընտրությունով եւ միանգամից մատուցում։ Այո, շատ ճիշտ է։ Bellissimo, համաձայն եմ, վստահ եմ քրքում նրանք չեն օգտագործում, սակայն ես քրքում շատ եմ օգտագործում, իմ բոլոր կերակուրների մեջ կա, որովհետև ունի հոյակապ հատկություն, մարսողության համար շատ սա կարևոր համեմունք է, իտալացիները շատ իմիջիալոց նշենք օգտագործում են օրեգանո, մեր ուրցը, փոխարինող ուրցը, այսինքն եւ իմիջիալո իսպանացիները եւ իտալացիները ուրց շատ են օգտագործում, սա էլ նկատի ունենք, իսկ մենք ուրց հարուստ ենք այդ առումով։ Մեր սարերում ուրցն շատ։ Իդեպ ասեմ, որ շատ շուտով մենք նաև ունենալու ենք եթեր, որտեղ մենք կհյուրընկալենք իտալացի խոհարարներին, հենց Իտալիայից ժամանած, մեզ այդ հարցում իհարկե նաև օգնելու է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը եւ բնականաբար լինելու են մեզ մոտ հյուր եւ ներկայանալու են նաեւ հետաքրքիր խոհարարներով, ովքեր այստեղ Ադրինի հետ միասին կպատրաստեն իտալական ուտեստներ եւ հենց տիպիկ իտալական նրբաճաշակությամբ։ Ես երջանիկ կլինեմ մեր հեռուստադիտողի հետ իհարկե կհետևենք, տեսնենք թե ինչ են անում։ Ահա, այստեղ ասեմ, որ ես ավելացրեցի սև եւ կարմիր դասական տարբերակը պղպեղները ունենք քրքում մի փոքր կավելացնենք աղ, զգուշ կլինենք, չենք չարաշայի, որպիսի, քանի որ լոլիկը ինքը մի փոքր աղի մեջ է պահածոացված եւ այստեղ ես մի փոքր էլի կավելացնեմ սխտորի չի կարում առանց սխտորի։ Առանց չեմ կարողանում, բայց իհարկե թարմը ավելի լավ տարբերակ է, այսպես թողնենք սրանք մի կողմում, ահա խառնենք եւ հիմա նշեմ, որ մենք սիրելիներս պետք է այս լոլիկները վերածենք հյուսի, այ հենց հիմա ես կավելացնեմ նաեւ մի փոքր տոմատի մածուկ։ Ադրին ջան, ասա օգնեմ։ Տենց ծանր գործեր ես դու անում, բայց ինչ է համար եմ այստեղ։ Ես գիտեմ, որ սա քո համար որևիցե դժվարություն չէ, բայց երբ ես եմ դա անում, ուժը փորձում եմ իմ Ես շատ գոհ եմ լինում։ Իդեպ ասեմ, որ ես այստեղ աչքս ընկել է կարմիր բիբարին պահածոյացված, Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող, ինչ է իմ թուլություններից մեկն է հանդիսանում։ Եվ շատ գեղեցիկ է։ Եվ այո, համոզված եմ շատ համեղ է, մենք փորձենք այն։ Այսօր տոմատային ես դու պատրաստում, չգիտեմ արժի նրա հետ փորձել թե չէ, բայց
Ինչու ոչ, ախորժակի խնդիր է։ Պատրաստենք գյուղական շատ սոխով կարտոֆիլի տապակա։ Անպայման։ Եվ մինչև այս ամենը մենք կմտածենք, թե ինչպես անել, ինձ մեր Հայկը, որ հիմա փոքրիկ է տեսականից մեջ, ասում է դաթար մեր եթերում, դաթար մինչև վերջ։ Հիմա ես մինչիկը եւ ֆիլոլիկը արդեն կարծում եմ պատրաստի վիճակում է, սիրելիներս, ես հարիչով ընդամենը կհարեմ այս համեղ լոլիկը եւ իհարկե եւս մեկ անգամ հարված վիճակում կթողնենք եռա ու վերջում կավելացնենք մեր խաշված սպագետիի վրա։ Դեռ չեմ շտապում սպագետի խաշել, որովհետեւ մենք գիտենք 5-ից 7 րոպե շատ արագ է, ես վերջին պահին, երբ արդեն ամփոփմանը հասնենք, ես վերջին պահին կխաշեմ սպագետին եւ իհարկե կմատուցեմ։ Այս ընթացքում կարող եմ պարմեզանը իհարկե քերիչով անցկացնել, սակայն իտալացիները գիտես հենց մատուցման ընթացքում արագ-արագ այո քերիչով անցկացում են, լցնում են, տալիս են ափսեով եւ այդ ընթացքում քերիչով կամ պարզապես քերված արդեն տալիս են, որ դու ինքդ ավելացնես։ Մենք հենց այդպես էլ կանենք, ես այս ընթացքում քերիչով կանցկացնեմ պարմեզանը, հավանաբար այս միջին չափով, ուրեմն միջին անցքերով կանցկացնենք, որպեսզի փաթիլների նման լինի սպագետի վրա, գեղեցիկ։ Շատ լավ, մինչև դու այս ամենը կանես, Ադրինեն, մենք կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք եւ ընթացքում կհասկանանք ինչ ենք անում, գնացինք։ Վերադարձանք տաղավար, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, ասեմ, որ առաջին ծրագիրն է եթերում, այսօր տաղավարում, այս պահին արդեն ես ունեմ շատ հետաքրքիր եւ շատ տաղանդավոր հյուր։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք ոճաբան, դիզայներ Նեյրա Հարությունյանին, ով ունի տարիների փորձ նորաձևության ոլորտում եւ իր գործունեության շնորհիվ փոխել է բազմաթիվ աղջիկների ու կանանց կյանքը։ Բարի լույս, Նեյրա։ Ելնելով հանգամանքներից երկար ժամանակ բնակվելով Ռուսաստանում, Նայրան կխոսի նաև ռուսերեն, ես կփորձեմ այսպես նաև ներկայացնել այդ ամենը հայերեն։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ, շնորհակալություն։ Վերջերս ես տեսա, որ դուք եւ Անահիտ Կիրակոսյանը մեզ շատ սիրելի ու ջերմ բարևներ, ով շուտով նաև կլինի մեր հյուրը, այսպես հետաքրքիր բանի եք մասնակցում իվենթի, որը կայացավ Կիպրոսում։ Այո։ Եվ քանի որ մենք արդեն հյուրընկալել ենք ձեզ մեր мод եւ խոսել ենք ձեր գործունեությունից, հիմա ուզում եմ ավելի շեշտը դնենք հենց այդ կիպրոսյան տրամադրության վրա։ Ինչ եղավ այնտեղ եւ ինչ եք ներկայացնում։ Мы были представители очень грандиозного мероприятия, которое называется Red Diamond. Его ведет Элизабет Фридрих, основатель этого мероприятия, и там там выступают бизнес-леди, да, и это все при поддержке первой леди. То есть настолько высокий уровень, чтобы вы понимали, что на самом мероприятии присутствует и президент, и первая леди. Вау! Коллекция? Им коллекция, да. Помимо коллекции я также и одевала там бизнес-леди, которые вот принимали участие, да, и среди которых также выбирали победительниц. И также Анахит Киракосян выступала со своим этюдом как актриса. Она показала путь женщины, которая проходит через всю жизнь, через какие только состязания, да, это было очень красиво, грандиозно. Вместе с нами Армению представляли не только мы, но и Геворг Симонян со своим парфюмом, да. Вот, мы остались очень довольны. Շատ լավ, այն նման միջոցառումները, հա, նման իվենտները, ինչ են տալիս բիզնես լեդիներին եւ ընդհանրապես մասնավորապես հենց այս տարբերակում ձեր ձևաչափում։ Но нам это дает узнаваемость, нам это дает популярность, нам это дает, знаете, выход в новый свет. Им между собой, когда проходят вот эти состязания, это же все равно тоже интересно, да, кто победит. Тем более, что для меня очень важно, что там действительно это все было вот голосованием, да, зрителей, вот, и что очень важно, что они тоже между собой, как бы это знакомство, потому что там принимали участие женщины со всего мира, то есть с разных стран. Там был не только Кипр. Շատ լավ, ինչ արձագանք կար մյուս մասնակիցների կողմից, հատկապես հենց ձեր կոլեկցիային, հա, հագուստներին։ Առավել եւս որ նրանցից շատերին դուք եք հենց ձեր հագուստը տրամադրել, որպեսզի այդ երեկո ներկայանային։ Ну, առաջինը որ ես ստացա շատ պատվեր
да, очень много заказов. Вот. Плюс еще там уже покупали изделия бренда. Это уже большой показатель. И когда они посмотрели на качество, когда они посмотрели на материалы, у очень многих женщин была просто просьба ко мне, чтобы бренд был представлен на острове Кипр. И поэтому для меня это как бы... Мы сейчас над этим работаем. Իսկ առաջին տիկինը Ну, к сожалению, я в таких моментах стараюсь, знаете, там нападение идет со всех сторон, чтобы с ней познакомиться, чтобы с ней сфотографироваться. Я пока не пыталась что-то, но я думаю, что впереди еще большое будущее. Շատ լավ, հիմա անցնենք գործունեությանը, հա, ինչ նոր ծրագրեր կան եւ արդյոք այսքանով ավարտվում է այս տարին, թե էլի նորություններ կան, որոնք կներկայացնեք մինչև տարվա վերջ։ До конца года мы сейчас будем выполнять больше наши заказы. Я буду стараться, чтобы бренд был все-таки представлен на острове Кипр, да? Выполнять все свои заказы, которые мы получаем сейчас от клиентов, потому что сейчас у нас будет очень много отправок туда. До конца года пока не будет показов, но уже с начала года я хочу начать показную часть бренда Naira Arutюнян именно со своей исторической родины, с Еревана. Օհո, իսկ արդեն ընտրել եք թեմատիկան ինչպիսին է լինելու հագուստների։ Նոր հագուստներ են լինելու։ Նոր հագուստներ են լինելու, и я хочу, знаете, посвятить это вере. Вере в Бога и связать свою коллекцию именно մեր հավատքի հետ։ Շատ լավ, այսքան ժամանակ արդեն բրենդը կա, հա, հագուստներ, որոնք արդեն բազմաթիվ կանայք կրել են։ Ինձ հետաքրքիր է նրանց արձագանքը արդյոք հետագա ազդում է ձեր հետագա կոլեկցիաների վրա, հա։ Նրանց ցանկությունները, այ շատ լավն է, բայց կուզեմ, որ նաև սենց լինի, այսպես լինի։ Այսօք ես ամեն թե դիզայներն աշխատում է միայն իր մտքերով եւ ինքն է թելադրում, թե ինչպես պիտի լինի։ Знаете, Суранджан, я замечаю, что вот какая я таких же клиентов себе притягиваю. Ну, то есть мы же идем больше на человека, правильно, и на то, что этот человек создает. И я замечаю, что все мои клиенты — это именно такие, знаете, самоуверенные бизнес-леди, которые выстраивают свой путь. Моя коллекционная линейка, она в основном такая. Вот, именно бизнес-стиля. Да, там есть еще женственные платья, да, но мне очень нравится получать именно обратную связь от своих клиентов, когда они говорят, для самых важных наших мероприятий, там, где у нас подписание важных договоров, либо выступление на публику, мы выбираем именно одежду твоего бренда Naira Arutюнян, потому что именно в ней мы чувствуем себя уверенно. Вот, поэтому вот моя клиентская база, она именно такая, и вот такой отголосок я от них всегда получаю. Շատ լավ, այսօր բիզնես կինը, հա, ինչպիսին է պատկերացնում իր հագուստը, որովհետև շատ անգամ հենց այդ հագուստն է առաջինը գրավում, հետո արդեն խելքը, բնականաբար հետո արդեն գործունեությունը, բայց միշտ առաջինը հենց մարդուն գրավում է տեսքը, արտաքինը։ Ինչպիսին է այսօրվա բիզնես կինը, հայ բիզնես կինը։ Которая выполняет очень много функций одновременно. И функцию матери, и функцию жены, и функцию дочери, да, и функцию именно работающей, создающей свое будущее женщины, которая своим поведением, своим внешним видом, да, показывает пример своим детям, своему окружению. В основном, конечно, они выбирают именно пиджачную, жакетную группу, вот. Но так как у нас сейчас очень актуальны женственные силуэты, более сексуальные силуэты, да, и вот комбинация вот этого вот строгости, женственности, это сейчас превыше всего и смотрится очень красиво. Вау! Да. Սամես թվականը ինչպիսին է լինելու հագուստի առումով, ինչն է ավելի մոդայիկ լինելու, ինչն է ավելի թրենդային լինելու։ Գիտեք ինձ թվում է то, что сейчас происходит вот вообще в мире, да, такое цавок цартень, военное время, и я очень надеюсь, судя по прогнозам, которые я читаю, что это все подойдет к концу. И, как показывает практика, после этого всегда в наших силуэтах очень много появляется элегантности, женственности, роскоши. То есть даже сейчас, Суранджан, заметьте, вот этого оверсайза, который был раньше, артен эльчка. Эльчка. Хамарячка.
Ну, по крайней мере, он не популярен. Да, Наумеку чейк хасканум че, это женщина или это мужчина, вот что-то непонятное под этим всем скрывалось. На сегодняшний день это все уже отходит в сторону, и женщины приобретают именно женский силуэт. Շատ լավ, եթե ուսումնասիրենք պատմությունը նորաձևության, մենք բազմիցս վերջին ֆիլմերից ու սերիալներից հասկացանք, որ երբ որ պատերազմները մոտենում են ավարտին, լույսը ու գույները տալիս է նորաձևությունը մարդկանց եւ այդ ամեն ինչից, այդ ստրեսներից, այդ վիճակից, տարիների դուրս է բերում հենց նորաձևությունը։ Այդպիսին եղավ Կրիստիան Դիորը, այդպիսին եղավ Կոկո Շանելը, համաշխարհային պատերազմներից հետո երբ որ իրենց ոճը թելադրեցին, եւ կարծում եմ, որ քանի որ արդեն նշեցիք, որ աշխարհը խառնվել է իրար եւ այս ամենը արդեն կամաց գնում է իր ավարտին, հուսանք տա Աստված այդպես լինի, այս դեպքում էլի նորաձևությունն է, որ փորձելու է մարդկանց մի փոքր այսպես վիճ բերել դեպի ավելի գույների աշխարհ, քանի որ այս ընթացքում բոլորիս մոտ մոնոտոնություններ եւ բնականաբար այս գույները, որոնք նաեւ շարունակում են մեր առօրյան։ Ինչ է կարծում, ինչպիսի հետաքրքիր տենդենսներ կլինեն եւ ինչ խիստ տենդենսներ, որտեղ շատ անգամ նորաձևությունը շատ անսպասելի է։ Այնպիսի բաներ կարող է թելադրել, որ դուրս է երևակայությունից։ Да, да. Согласна с вами. Смотрите, вот, допустим, сейчас, вот в настоящий момент очень популярны такие глубокие цвета, богатые цвета. Допустим, вот даже ваш пиджак, да, в таком сочетании темно-фиолетового с цветом бургундии, это сейчас вот самый пик моды. Вы в тренде, особенно сочетая его с желтой футболкой, да, очень красиво, оригинально смотрится и вам подходит. Сейчас вот это вот самое популярное. К весне все начнет меняться и будет буйство цветов, ярких цветов. И также еще наберет популярность также еще орнамент. Ну, то есть сам принт, очень много будет цветочного принта, очень много будет этнических орнаментов. То есть Էթնիկական գիտեք ամեն ազգ ուզենալու է իրանց կերպարով, իրանց պատմությունը ինչ-որ մի բան ասի, поэтому это вот все нас ожидает, такое буйство красок, этнических моментов, все это по весне, и дай бог с этим как бы откроется новый мир. Շատ լավ։ Եվ հիմա մի փոքր էլ խոսենք գենդերային անհավասարության մասին, որովհետև դուք ստեղծագործում եք միայն կանանց համար։ Ուր մնացին տղամարդկանց նորաձևությունը եւ հագուստը։ Ինչի՞ չեք անում կոլեկցիաներ, օրինակ տղամարդկանց համար։ Ես այս հարցը ձեզ տվերեմ նաեւ նախկին անգամ։ Այո, я так вижу, что в следующий раз я уже приду и скажу Суранджан СДС. Вот. Вы к этому ведете? Нет, я веду к тому, что պետք է նաեւ մտածել հենց կոլեկցիաներ, որտեվ իրոք շատ գեղեցիկ է այն ամեն ինչ որ ներկայացնում եմ, բայց ինչու մենք չունենք հենց այդ տղամարդկանց գիծը նորաձևության մեջ ձեր կողմից։ Գիտեք, իմ գործը այնքան էլ հեշտ չի։ Это производство, и это лекало именно женский. Ну, то есть, чтобы запустить еще мужское, это еще нужно запустить еще отдельную отрасль, понимаете, да? И это не только физически тяжело, это даже материально тяжело, буду откровенна с вами. Поэтому я выбрала немножко другой путь. Химаменгск суменг наира рутинян хом. То есть домашняя одежда, постельное белье, пледы, полотенца, вот это вот все, которое даст мне возможность запустить еще мужскую линейку. Так что все будет. Շնորհակալություն, ուզում եմ ձեզ նվիրել նաև Ջովանի գինուգործանի կողմից Սարգոն կարմիր չոր գինին, որը հիանալի առիթ է նոր կոլեկցիա ստեղծելու համար։ Շնորհակալություն, ես կտանեմ հետս Ռուսաստան, գինին կխմեմ, անպայման կստեղծեմ թազա կոլեկցիա։ Հրաշալի է։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ արև բացիկների հետ միասին, սրանք բացիկները, որոնք սիրելի մարդկանց նվիրելու համար են։ Այստեղ գրված է սիրում եմ եւ ներսում նույնը եսանի երկից են տողերը։ Մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Սիրահարվեք միշտ, սիրեք ու սիրված եղեք միշտ շատ։ Это тоже, кстати. Ահա։ Շնորհակալություն ձեզ։ Спасибо։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճ դադար մեր եթերում, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ մաղթում եմ բարձր տրամադրություն։ Սիրելիներս, ինչ եմ արել մինչ այս պահը։
ինչքան հիշում եք, մենք այսօր որոշել ենք պատրաստենք սպագետի լոլիկի թանձրուկով, ահա, լոլիկը պատրաստված է արդեն, այստեղ ընդհանրապես համեմունքներ են, տոմատի մածուկ եւ լոլիկ սեփական հյութի մեջ, այստեղ եռում է ջուրը, որտեղ ես ավելացրել եմ աղ եւ ընդհանրապես այս ջրի մեջ պետք է ավելացնենք մեր սպագետին։ Սիրելիներս, յուղ չավելացնեք ջրի մեջ, պարզապես աղ միայն աղ, ավելացնում եմ սպագետին, սպասում ենք 5-ից 7 րոպե, 7 րոպեից ամենաուշը մեր սպագետին պատրաստ կլինի եւ մենք այս հրաշալի թանձրուկով կվայելենք մեր օրվա բաղադրատոմսը, որի վրա ամենավերջում, եթե հիշում եք, ավելացնել ենք պարմեզան պանիր եւ կանաչ ռեհան, այսինքն բազիլիկ։ Դեռ հետաքրքիր արժևում է, սիրելիներս, մնացեք մեզ հետ, մենք ունենք շատ հզոր հետաքրքիր հյուրեր, որոնց հետ կզրուցի գործընկերս Սուրենը։ Խոսքս փոխանցեմ նրան, դուք մնացեք մեզ հետ։ Ադրինե, շնորհակալություն, իհարկե համեղություններին անհամբեր սպասում ենք, իսկ այս պահին մեր տաղավարում ուժեղներն են, ասեմ, որ Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունն իրական հաղթանակ տոն դարձավ Հայաստանի համար։ Մեր մարզիկները եւս մեկ անգամ պատվով բարձրացրեցին եռագույնը, ապացուցելով, որ ավանդական կարատեն մեր երկրում ոչ միայն մարզաձև է, այլև հոգեբանություն, դաստիարակություն եւ ազգային հպարտություն։ Ընդհանուր հայ մարզիկներն ունեցան 13 ոսկե մեդալ, որից 7-ը նվաճեցին 14 տարեկան եւ բարձր մարզիկները։ Եվ այս առիթով տաղավարում են Նարեկ Իսկանդարյանը, ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, իսկ մեր վերջին մրցաշարում Եվրոպայի չեմպիոն, Արտուր Ոսկանյանը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, վերջին մրցաշարում Եվրոպայի չեմպիոն եւ Նարեկ Մովսիսյանը Եվրոպայի չեմպիոն, վերջին մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Ահա, եկեք մի քիչ խոսենք այն ամենից, ինչը կայացավ վերջերս, հա, Սերբիայում եւ իհարկե, ասես մեդալներով նստած եք, դե մալադեց։ Ինչեր այնտեղ, ովքեր էին մրցակիցները եւ ինչպես էս հաջողությունը ձեռք բերեցինք, դժվարությամբ թե ոչ մի դժվարություն չկար։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Անցյալ տարի երբ դարձանք աշխարհի չեմպիոններ, նույնպես այստեղ ենք, այս տաղավարում ենք։ Ոտքինից խերով, ոնց որ ասում են, շնորհակալ ենք։ Մեզ մոտ տենց է, գալիս են, հետո գնում են, հաղթում են գալիս։ Շատ լավ տաղավարում եք, լուսավոր գեղեցիկ։ Սերբիայում 36-րդ առաջնությունն էր Եվրոպայի առաջնության, ինչպես նաև մանկապատանեկան, այսինքն մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի 5-րդ խաղարկությունը։ Հայաստանի հավաքական թիմը 48 հոգանոց կազմով մեկնել էր Սերբիա, ֆեդերացիայի նախագահ Սենսեյ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Եվ ինչպես նշեցիք, արդեն ունեցանք ընդհանուր հաշվարկով 13 ոսկե մեդալ, որոնցից 7-ը մեծահասակներն էին։ Ինչպես միշտ բարդ է, այն որ 15 երկրներից մոտավոր 500-ից 600 մարզիկներ են մասնակցում եւ լավագույններն են մասնակցում։ Ավանդական կարատեում կա սահմանափակում ամեն տարիքային խմբում եւ մրցաձևում միայն 2-3 մարզիկ կարող են մասնակցել, ոչ ավել, այսինքն միայն լավագույնները։ Այդ իսկ պատճառով միայն մրցաշարը տեղի ունենում լավագույններից լավագույնների մեջ, իսկ երկրներից կարող եմ ասել բոլոր երկրներն էլ շատ ուժեղ են, բայց Եվրոպայի չեմպիոն դարձանք ռումինացիների հետ վերջին պայքարում, հա, ամենաթեժ պայքարում, մինչ այդ հաղթել ենք պորտուգալացիներին, լեհերին եւ իտալացիներին։ Այնպես որ շատ լավ ստացվեց։ Մինչ այդ դարձել էինք աշխարհի չեմպիոններ նույն մրցաձևում, թիմային կատամրցաձևում, այս վերջինն էլ էլի հաջողությամբ փսակվեց, կարելի ասել, որի համար շատ ուրախ ենք։ Միշտ երբ որ գնում եք մրցումների, այն միտքն է, որ գնում ենք հաղթելու, չէ՞։ Միանշանակ։ Իսկ ինչպես ենք նախապատրաստվում, արդյոք այդ շրջանը մարզվելու դժվար չէ, ինչ է պահանջում, կենտրոնացում, ժամանակ ամբողջությամբ մարզումներին։ Մեծահասակների թիմի անունից խոսեմ։ Մեծահասակների թիմը 1 տարի շարունակ մարզվում է, այսինքն անցած տարի եղել է աշխարհի առաջնություն, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին միշտ լինում մրցաշարերը, անմիջապես անց միջումից հետո 1 շաբաթյա նորից վեր սկսում ենք մարզումները Սենսեյ Սուրենի ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, մինչև 14 տարեկանները մարզվում են Սենսեյ Գոր Ավակյանի գլխավորությամբ, 14 բարձր մարզիկները մեծահասակների մարզվում են Սենսեյ Սուրենի գլխավորությամբ, ով հանդիսանում է նաև հավաքականի մարզիչ, ինչպես նշեցի։ 1 տարի շարունակ մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում,
ընթացքում ունենում ենք լիգայի առաջնություն, տարվա ընթացքում 3 լիգայի առաջնություն է, որպեսզի մարզիկները գտնվեն շատ լավ կարգավիճակում, այսինքն սպորտային կարգավիճակում միշտ լինեն, բաստողումներ չլինեն, երկարաժամկետ արձակուրդներ չլինեն։ Ընթացքում ունենում ենք 1 Հայաստանի առաջնություն, 1 միջազգային առաջնություն, Արարատ Cup ամենամյա 5 անգամ արդեն անցկացրել ենք Արարատ Cup առաջնությունը, որից հետո արդեն պատրաստվում ենք մեկնել տարվա գլխավոր մրցաշարին, որը այդ տարի կամ լինում է Եվրոպայի առաջնություն կամ աշխարհի առաջնություն։ Այս տարի Եվրոպայի առաջնություններ, որտեղ դարձա Եվրոպայի չեմպիոն, դա շատ բաղձալի մեդալ էր, դա շատ բաղձալի նվաճում էր, որովհետև 3 անգամ հռչակվել է աշխարհի գավաթակիր, անցած տարի դարձել ենք աշխարհի չեմպիոն, ձեզ մոտ եկանք լուսաբանեցիք, ազգը իմացավ դրա մասին։ Ամեն տարի Եվրոպայի առաջնությունների ժամանակ ինչ որ փոքր խնդրի պատճառով, բաստողման պատճառով, անուշադրության պատճառով ինչու ոչ լինում էր 2 անգամ արծաթե մեդալակիր եմ դարձել, մի անգամ բրոնզե մեդալակիր, չէր հաջողվում Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Այս տարի, այո, այս տարի բացելրացրեցինք թիմային կատամրցաձևում, դարձանք Եվրոպայի չեմպիոն, գործող աշխարհի չեմպիոնները։ Այսինքն ներկապային գործող համաշխարհի, համ Եվրոպայի չեմպիոն ենք։ Բրավո։ Իսկ ո՞րն է հաջորդը, հա։ Այն նշեցիք, եղել եմ սա եւ բարձանք էր լինել աշխարհի չեմպիոն։ Դարձանք աշխարհի չեմպիոն։ Հաջորդ աստիճանը ո՞րն է։ Կրկնապատկել է հնարավորությունները, ինչպես որ արել է Սենսեյ Նարեկը, կրկնակի աշխարհի չեմպիոն, կրկնակի Եվրոպայի չեմպիոն, կրկնապատկել։ Այսինքն աշխարհի չեմպիոնը դա ամենաբարձր կետն է։ Տիտղոսն է, հա, ներկապային։ Իսկ ես հիշում եմ, որ չգիտեմ ճիշտ եմ հիշում, թե չէ, փոքրվակ գնացել եմ կարատեի, բայց ինձ հետաքրքիր է սև գոտի, չգիտեմ, ինչ դան, հա, ճիշտ եմ հիշողությունն է։ Կասեք դուք ինչ գոտի եք կրում եւ որ դան եք։ Մի քիչ կարող դժվար լեզվով եմ խոսում, բայց ձեր մասնագիտականն է։ Մեր ավանդական կարատեում դաները 9-ն են, 9 աստիճան կա։ 9 աստիճան։ Այո, ես անձամբ 4-րդ դան եմ սև գոտի, իմ ընկերները 3-րդ, 4-րդ դան են նույնպես։ Իրականում մեր փիլիսոփայության մեջ դանով սկսվում է վարպետական կարգը, սկսում է մարզիկը վարպետանալ այդ կարգավիճակում եւ ավելի մանրամասն հասկանալ կարատեն։ Փիլիսոփայությունն այն է, որ դու ինչքան ապրես, այնքան կատարելագործվելու տեղ ունես եւ նույնիսկ վերջին դանը միտքային է, որ տրվում է շատ ժամանակ հետ մահու, այսինքն քանի դեռ դու ապրում ես, դու վերջնակետը հասնելու հնար չունես, քանի որ միշտ կա կատարելագործվելու տեղ, առաջ գնալու տեղ։ Այդքան դաների մասին։ Շատ լավ։ Մենք այսօր աշխարհի համար ինչպիսի մրցակից ենք, քանի որ արդեն եռակի չեմպիոն ենք, կրկնակի չեմպիոն ենք, այսինքն աշխարհն արդեն մեզ ճանաչում է որպես չեմպիոններ։ Եվ երբ որ մարզումներին Հայաստանն է մեկնում, նշանակում է, օհո, գալիս են չեմպիոնները։ Ինչքանով ենք մենք իրենց համար այսօր ներկայացնում կոնկրետ մրցակից։ Ում հետ դժվար է լինելու։ Բավականին առաջ խաղացում կա այդ առումով, ես նշեմ սկզբում շատ երկրներ չէին ճանաչում մեր երկիրը, շատ ժամանակ ասում էինք Արմենիա, խառնում էին Ալբանիային հարցնում, Ալմերիային հարցնում։ Տարիների ընթացքում մեր հաջողություններով, մեր տիտղոսներով, դրոշը բարձրացնելով, օրներքը հնչեցնելով ճանաչել տվեցինք մեր երկիրը ու բավականին արդեն թե մեր երկիրն են ճանաչում, թե մեր մարզիկներին են ճանաչում եւ թե իրենք են արդեն պատրաստվում մեր դեմ մարտի ելնելուց առաջ։ Մի լրացում Նարեկի խոսքին, մենք այս վերջին մրցաշարին արդեն Եվրոպայում 3-րդն էինք, այսինքն լավագույն եռյակի մեջ էինք, սակայն մի խնդիր կար, որ իրենք 100 եւ ավելի մարզիկներով էին, իսկ մենք կոնկրետ մեծահասակների մեջ 25 մարզիկ էինք, այսինքն հարաբերական չի նույնիսկ, բայց մենք փոքր քանակությամբ շատ որակով եւ գերազանց արդյունք ենք ցույց տվել, որի նաեւ գլխավոր մեղավորներից ճակերտների մեջ մեր ֆեդերացիայի նախագահի եւ մեր ֆեդերացիայի ճիշտ գործունեության արդյունքն է, որ մենք ավելի քան 10 տարի եւ ավել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ենք մասնակցում, արդեն որ մասնակցում ենք, արդեն գիտեմ, որ Հայաստանը ուժեղագույն եռյակում է եւ աշխարհում մենք 5-րդն ենք, եթե Եվրոպայում 3-րդն ենք, սակայն էլ ավելի լավացնելու եւ բարելավելու հնարավորություն ունենք
Ունենք նաև երկու միջազգային կարգի մրցավարներ, որոնք շատ են մեզ օգնում ոչ թե կողմնապահություն անելով, այլ հակառակը ինֆորմացիան ճիշտ փոխանցելով մեր մարզիկներին, քանի որ մրցաշարի առաջ նույնիսկ տեղի ունեն փոփոխություններ, իսկ մենք պետք է այդ փոփոխությունները միանգամից յուրացնենք եւ կարողանանք հաջորդ օրը ճիշտ մասնակցել։ Մեր հետ մեկնեցին նաև երկու միջազգային կարգի մրցավարներ, Ռաֆայել Հովեյանը եւ Գոր Ավագյանը, ում նաև նորից շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ շատ մեծ դեր ունեցան այս հաղթանակի մեջ, իսկ մինչև 14 տարեկանների հավաքականի մարզիչ Գոր Ավագյանի գլխավորությամբ ունեցանք 6 ոսկի փոքրերի մեջ, այսինքն մենք եւ մեծերի մեջ եւ փոքրերի մեջ շատ ուժեղ ենք եւ նույնը երրորդ տեղ են գրավել նաեւ փոքրերի պայքարում, իսկ փոքրերը ավելի քիչ էին մասնակցում, 15 հոգի էինք մենք, բայց կային հավաքականներ, որտեղ դուք գիտեք, Եվրոպայում ավտոբուսներով նստում են եւ ցանկացած կետ կարող են գնալ, իսկ այստեղ ֆեդերացիան պայքարում է, գումար է փորձում հայթայթել, հա, որ կարողանան մարզիկները մասնակցեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնության, եւ ասեմ, որ այս տարի ֆեդերացիայի նախագահի եւ ֆեդերացիայի հովանու ներքո մասնակցեցին 13 մարզիկներ անվճար հիմունքներով Եվրոպայի առաջնությանը ֆեդերացիայի հովանավորությամբ, որը աննախադեպ էր այս անգամ, որ լավագույն մարզիկները, ովքեր հաղթել են լիգայի առաջնությունը, Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը, իրենք անվճար 14 տարեկան բարձր սև գոտի մարզիկները հնարավորություն են ունենում մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Շատ լավ, դուք այն սերունդն եք, ովքեր արդեն ունեն մի քանի տիտղոսներ, չեմպիոններ եք եւ այլն, հա, այսինքն հաջորդիվ գալիս է նոր սերունդ։ Իսկ նոր սերունդը ինչքանով է հետաքրքրված հենց այս մարզաձևով եւ ինչքանով է ակտիվությունը, որովհետեւ նշեցիք, որ արդեն փոքրերի մեջ էլ կան հաղթանակներ, կան չեմպիոններ, ինչպիսին եք տեսնում դրանց ապագան, ինչպես են նրանք կարատեում դրսևորելու իրենց եւ արդյոք նրանք էլ նույն աստիճանին են կանգնելու, որ այսօր աշխարհի համար դառնան լուրջ մրցակից։ Շնորհակալություն հարցի համար, նայեք այսպես ասեմ, ներկայապային ավանդական կարատեի ֆեդերացիայում մարզվում է 3000-ից ավել մարզիկներ, ովքեր տեսնելով մեծահասակների հաջողությունները, բնականաբար դա իրենց համար ստիմուլ է, եւ դա փաստում է այն, որ նոր մարզիկներ, ովքեր մինչև 14 տարեկանների հավաքականում օրինակ ունեցել են չեմպիոնություններ, տիտղոսներ, այժմ տեղափոխվել են մեծահասակների տարիքային խմբում, 14 տարեկան բարձր տարիքային խմբում, ինչպես նշեցինք, ունենք 7 ոսկե մեդալ, թվեմ այսպես 14-15 տարիքային խմբում ունեցել ենք 2 Եվրոպայի չեմպիոն, 16-17 տարիքային խմբում ունեցել ենք 2 Եվրոպայի չեմպիոն, 18-20 տարիքային խմբում ունեցել ենք 1 Եվրոպայի չեմպիոն, 21 բարձր արդեն մնացածը։ Դա փաստում է այն, որ փոքր սերունդը տեսնելով մեծերի հաջողությունները, պայքարելը, ամեն տարի գնալ, փորձելը, դա բերում է նրան, որ տեսնում են փոքրերը եւ ուզում են ավելի լավ մարզվել, նմանվել իրենց մարզիչներին կամ իրենցից ավելի տարիքակից մարզիկներին, միանշանակ շատ լավ մեծ զարգացում է ունենում ավանդական կարատեն մեր երկրում, վատ բարքերից երեխաներին բնականաբար հեռու ենք պահում, լավ մարդ լինել ենք, դուրս են հանում, գալիս են արդեն մարզասրահ, լավ մարդ լինել ենք սովորացնում ամենակարևորը մեր երկրին պիտանի մարդ։ Առավելևս որ կարատեն ոչ միայն մարզաձև է, նաև փիլիսոփայություն, դա արդեն ապացուցվել է տարիների ընթացքում, այնպես որ հիանալի է։ Ինչպիսին է լինելու 26 թվականը։ Այս մրցաշարով ավարտում ենք 25-ը, թե էլի ունենք նախագծեր, որին պիտի մասնակցենք, եթե ոչ, ապա ինչ սպասենք արդեն 26 թվականից։ Դեռ չենք ավարտել մեր ծրագրերը։ Դեռ չեք ավարտել։ Այո։ Ունենք նոյեմբերի 19-ին Ասիայի առաջնություն Ուզբեկստանում, որտեղ նույնպես մեր թիմը ներկայանալու է, որտեղ մեր նախագահ Սուրետ Մաթևոսյանը տեխնիկական գծով տնօրենն է եւ այդ ամբողջ այս մրցաշարի կազմակերպման պատասխանատվությունը իր ուսերին է։ Դեռևս ունենք աշխարհի գավաթ, որը տեղի ունենալու Բալիում, որից հետո նոր կավարտենք։ Եվ դե բնականաբար ամանորյա տոների դադարից հետո բնականաբար հանգստանալով, նույն եռանդով միանշանակ պայքարելու ենք մեր հաջողությունները բազմապատկելու ուղղությամբ։ Դե ամանորյա տոներին, որովհետև ես գիտեմ, որ մարզիկները շատ այսպես զգույշ են օգտագործում, հա, խմիչքները ալկոհոլային, ասես գինի է, որը կարծում եմ կարող է այսպես զարդարել ու նշել ձեր հաջողությունները եւս մեկ անգամ, այնպես որ Իջևանի Սարգոն կարմիր չոր գինին թող դառնա առիթ եւս մեկ անգամ նշելու ձեր հաջողությունները։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները։ Հիմա ընտրությունը մի քիչ դժվար է լինելու, որովհետև ահա, եկեք այսպես նվիրեմ։
Երեք բացիկ սիրելիներին փոխանցելու համար, որտեղ կարտահայտի մարզիկների ամբողջ սերը եւ զգացմունքները։ Առաջին այստեղ գրված է վրան սիրում եմ, իսկ առաջինում Նունե Էսայանի երգից են մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Երկրորդը էլի սիրում եմ եւ այստեղ իհարկե հայտնի երգից են, ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Այ երրորդը էլի սիրում եմ վերնագրով, բայց շպրոտի երգից են։ Դուք կորոշեք արդեն ինչ եք անելու։ Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր։ Այս բացիկները ձեզ դուք բաժանեք ձեր միջև եւ նվիրեք ձեզ համար սիրելի ու հարազատ մարդկանց։ Ձեզ մաղթում հաջողություններ, անհամբեր նորից կսպասենք ձեր հաղթանակներին եւ էլի սիրով կլուսաբանենք։ Ես տեսնում արդեն բացիկները բաժանեցիք, շատ լավ է։ Առանց հիշելու։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Դե այս պայրը կարճ դադար, հետո արդեն վերադառնանք եւ Ադրինի հետ միասին ամփոփենք այսօրվա մեր ծրագիրը։ Ահա սիրելիներս, հասել ենք ամենավերջին հատվածին, մենք ամփոփում ենք օրվա եւ հաղորդաշարը եւ մեր խոհանոցը ես արդեն քաղցած եմ, անհամբեր եմ։ Հիմա մատուցեմ մեր այսօրվա բաղադրատոմսը, սպագետին լցնում ենք։ Սիրելիներս, նույնիսկ չեմ ջրքամել, ահա հենց այսպես հյութեղ կլցնեմ ափսեի մեջ եւ վրան կավելացնեմ մեր լոլիկի հյութը, որպեսզի այսպես ջրալի, հյութեղ եւ ամբողջ վիտամինները այսպես տեղին մատուցենք մեր սիրելիներին, մեր հարազատներին։ Ահա ավելացնում ենք մեր խյուսը լոլիկի, այսպես, վրան ավելացնում ենք պարմեզան պանիր, ահա ես այս ափսեյով մատուցեմ մեկ անգամից, խնդրեմ պարմեզան պանիր եւ իհարկե այս գեղեցիկ կանաչին, կանաչ ռեհան բազիլիկ։ Այսպես փորձեմ այստեղ կարգի բերել, որպեսզի տեսքը շատ գեղեցիկ լինի, ափսեն մի փոքր զարդարեմ կարմիր պղպեղով, այսպես, եւ ձեզ մաղթեմ բարի ախորժակ։ Սիրելիներ, շատ հեշտ էր, շատ քիչ բաղադրիչներ էր պետք եւ իհարկե շատ վիտամիններով հարուստ։ Պատրաստեք, վայելեք եւ մշտապես մնացեք մեզ հետ եւ իմացեք ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք։ Molto bene, ինչպես կասեին իտալացիները, այնպես որ Ադրինեին շնորհակալություն այս համեղությունը պատրաստելու համար եւ նաեւ ձեր շնորհակալություն, որ այս ամբողջ ընթացքում հետեւում եք մեր ծրագրին։ Հիշեցնեմ, որ այս ամենը համեմ եք նաեւ բրիզով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը Ռոզե Փրփրունգինին, որը հիանալի համադրություն է ձեր գեղեցիկ ներողություն երեկոներին եւ չմոռանաք նաեւ մարզվելու մասին եւ անպայման մարզվելու համար գտեք հարմար ու ամենահաճելի վայրը, որտեղ բոլոր մարզասարքերը եւ մարզատեսակները կնպաստեն ձեր առողջ ապրելակերպին։ Խոսքը Ակվատեկի մասին է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սանրվածքի համար եւ խառը համար, բնականաբար Master Right Barber Shop-ին, որտեղ կարող եք գնալ ու վարպետների, բարձրակարգ վարպետների օգնությամբ լինել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը եւ բնականաբար գերել բոլոր կանանց սրտերը։ Եվ նաեւ էմոցիաների համար մի մոռացեք արև բացիկները, որոնք հաճելի նվեր են սիրելի մարդկանց։ Այ հենց այսօր այս բացիկները ձեր սրտի խոսքը միանշանակ կփոխանցեն ձեր սիրելիներին։ Սիրում եմ իմ բալիկ, իմ շնորհավոր նոր տարի այս վերնագրերով բոլոր բացիկներն արդեն հասանելի են յուրաքանչյուրիս համար։ Այնպես որ փորձեք լավ տրամադրության համար գտնել ամենակարևորը յուրաքանչյուր առավոտ աշխատանքային օրերին ժամը 10:30-ից մինչև 12-ը մենք ենք։ Մեր ծրագիրը ու մեր տրամադրությունը եւ չմոռանանք ամենավերջում, որ այս ամբողջ ծրագիրը այսօր եւ միշտ պատրաստված էր սիրով։